Զինված ուժերում բռնությունը շարունակում է մնալ զգայուն ու մտահոգիչ թեմա, առաջ բերելով հարցեր կարգապահության, մարդու իրավունքների և վերահսկողության վերաբերյալ։ Վարչապետը օրեր առաջ նշել էր, թե ինքնասպանության որոշումը վկայում է բանակում հոգեբանական դիմակայունության խնդիրների մասին։ Մասնագետների կարծիքով, սակայն, պատկան մարմինները ինքնասպանությունների պատճառների խորքային ուսումնասիրություն չեն իրականացնում։ Պետությունը ունի հստակ պարտավորություն իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքը ապահովելու եւ անձանց հոգեբանական դիմակայունության վրա հիմնական շեշտադրում անելը ակնհայտորեն չի պարզաբանում կամ հնարավորություն է ստեղծում պետությանը խուսափել իր պատասխանատվությունից։ 2025 թվականին զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում ըստ պաշտոնական տվյալների ընդհանուր արձանագրվել է 2248 դեպք, նախորդ տարվա 2093-ի դիմաց։ ՄԻՊ-ը ֆիքսել է համակարգային խնդիրներ, հիմնականում առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում։ Պաշտպանի աշխատական ստացված մոտ 900 բողոքներից 144-ը վերաբերվել է հենց այդ խնդրին։ Խնդիրների մի մասը վերաբերել են կարգապահական տույժերի հետ կապված հարցերին։ Համակարգային խնդիրներից են կադրային համալրվածության պակասը, օրինակ հոգեբանների եւ սպա իրավաբանների հաստիկների թերի համալրվածության հարցը։ Բանակում ինքնասպանության դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ որոշմանը բերող իրավիճակները ձևավորվում են երկար ժամանակահատվածում։ Խոսքը վերաբերում է նվաստացումներին եւ բռնության դեպքերին։ Հրամկազմը ըստ մասնագետների առանձին դեպքերում անգործություն է ցուցաբերում։ Եթե մարտական հերթապահություն է իրականացնում անձը, բայց քնում է, ասենք, ենթադրվում է, որ այդ անձը արժանի է համապատասխան վերաբերմունքի։ Համաձայնագետները եւ հրամանատարությունը արդյունքում չի միջամտում կանխելու նման վերաբերմունքը, ոչ էլ այլ քայլեր է ձեռնարկում հասկանալու կամ փոխելու այդ վարքագիծը։ Ինքնասպանության դեպքերի կանխարգելման աշխատանքները ըստ մասնագետների թերի են կատարվում, իսկ ՄԻՊ-ի գնահատման որոշ դեպքերում նույնիսկ քննությունը բավարար չի իրականացվել։ Ասում են, որ մշտադիտարկումների ընթացքում զինվորներն իրենք են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին։ ՄԻՊ-ը արձանագրում է, որ բռնության, նվաստացման, ոչ կանոնադրական հարաբերությունների, անգամ մահվան դեպքերի հիմքում հաճախ կանգնած են կարգապահական խախտումներ եւ ոչ իրավաչափ վարքագիծը, եւ քրեական ենթամշակույթը նպաստում է հենց այդ միջավայրի ձևավորմանը։ Պետք է զորակոչվող անձանց վերաբերյալ ստացվեն բավարար տեղեկություններ եւ դրանք բնականաբար հետագայում հնարավորություն կտան հրամանատարությանը անհատական աշխատանքներ տանել այս դեպքում քրեական ենթամշակույթ կրող խմբերի հետ։ Այսպիսով զինված ուժերում բռնության եւ ինքնասպանությունների խնդիրը ըստ մասնագետների պահանջում է խորքային լուծումներ, առանց արդյունավետ վերահսկողության, կանխարգելման եւ պատասխանատվության մեխանիզմների իրավիճակի փոփոխությունը դժվար է պատկերացնել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։